երկու փոքր հանգամանք ուշադրություն հրավիրեմ։ Գործընկերը շատ հստակ նշեց, որ սահմանադրական եւ ֆիտրաբիլ դատարանի որոշումները վերաբերում են նախին քրեական դատավարության օրենսգրքին։ Գործող քրեական դատավարության օրենսգիրքը որպեսզի շատ ավելի ակնառու լինի, գոյություն ունի, մենք միշտ նայում ենք 279-276 հոդվածը, մտածում ենք ոչ մեկ նավանենք 276-ը որ փուլում ունի նման հնարավորություն։ Բայց քանի որ քրեական դատավարության օրենսգրքի կառուցվածքը այնպիսին է, որ մասնակիցներից մեկը հանրային սուբյեկտ է եւ իրավունքները սահմանափակված են բացառապես նրանով, ինչը նախատեսված է օրենքում, այսինքն ինչը գրված չի օրենքում, դրա իրավունքը չունի։ 39-րդ հոդվածը հստակ գրել է ինչ կարող անի դատախազը, ինչը գրված չի կարող անի։ 39 հոդվածը ասում է հետեւյալը, ներողություն։ 39 հոդվածը, երբ որ մենք դատախազն իրավունք ունի, յազրություններ դատական որոնի ընթացքում ապացույցների հետազոտման առնչություն փոխելու մեղադրյալին վերագրող արարքի իրավական գնահատականը չկա, մինչև ապացույցների հետազոտումը, ապացույցների հետազոտումից առաջ, այդտեղ չի գրված, մինչև խորհրդակցական սենյակ գնալը ուղիղ ագրված որ փոլից հետո։ Սա առաջին խնդիրն է, որ մենք վարչապետյանել ենք։ Եթե մենք օրենքի փոխվել է, ուրիշ օրենք ենք գործում, եթե այս օրենքը հակասահմանադրական է, համապատասխան գործիքը լրիվ ուրիշ է, նորից դիմաց սահմանադրական դատարան։ Երկրորդ խնդիրը կա։ Ես չեմ ասել, որ դատախազը կարող է հոդվածը փոխել։ Ասել եմ ինքը չի կարող տեքստը փոխել։ Իրարից տարբեր բաներ են։ Չի կարող տեքստը փոխելը, դա չի նշանակում, որ կարող է հոդվածը փոխել։ Եվ եթե առանց տեքստը փոխելու հոդվածը փոխել չի լինում, ուրեմն դատախազը պետք է իրականում անել մի հատ իրավաչափ գործողություն, հրաժարվել մեղադրանքից։ Սա խնդիրը նրանում չի, էլի ով կհրաժարվի մեղադրանքից։ Եթե դատախազը տեսնում է, որ առանց տեքստը փոխելու չի կարող ուրիշ հոդված առաջադրի, եթե մենք տեսականորեն ընդունենք, որ սահմանադրական դատարանի որոշումը ուղղակիորեն կիրառվում ենք ինչ-որ եղանակով, ինքը կարող ընդամենը հրաժարվել մեղադրանքից։ Եվ երրորդ կետը, վճռաբեկ դատարանը, եթե նույնիսկ ընդունենք, որ այդ 5 կարգավորումներն է գործում, դատարանին չի պարտավորեցրել փոխված տեքստը ընդունել եւ քննել։ Ասկա հնարավորություն տվեք, տեսնենք կարողանում, թե չէ։ Եթե կկարողանա այնպիսի փոփոխություն անել իր իրավունքների շրջանակներում, որի շրջանակներում գործը կկարողանանք շարունակենք, բայց փաստը հետևյալն է մնում։ Դատախազը ինքն է ընդունում նախորդ միջնորդությունը ներկայացնելով, որ առանց տեքստը փոխելու հնարավոր չէ հոդված փոխել։ Հետևաբար ինքը միայն տեքստը փոխել, հոդվածը փոխել։ Վերել է դատարանը, ասել է չես կարող, վերադարձրել է, ընդ որում այդ վերադարձնելու կառուցակարգ էլ չկար, իրականում պետք է այդ ժամանակ հնարժեք բռնել։ Բայց վերադարձնելուց հետո հոդվածը մենակ փոխել։ Այդ մենակ փոխված հոդվածը կապ չունի վերևի տեքստի հետ։ Կապ չունի, իրար հետ ընդհանրապես կապ չունեցող երկու հոդվածներ են։ Այսինքն կարող է տակելներ ոչ թե 309, կարող է ասենք 128, 345, իշտի բնավ կարող գրել, որտեղ ոնց որ այս մեկը կապ չունի, մնացած բոլոր հոդվածները նույնպես կապ չեն ունենալու։ Հետևաբար դատարանը չունի պարտավորություն դա քննելու։ Սա էլ մեր ասած է, մեր արգումենտը նրանում է, որ դատարանը կքններ, եթե կլիներ մեղադրանք, բայց մենք չունենք մեղադրանք, մենք ունենք փաստաթուղթ, որը չի համապատասխանում մեղադրանքի ստանդարտ պայմաններին։ Սա է, եթե մենք ի սկզբանե ենթադրվել է, որ ունենք մեղադրանք, որը չենք ունեցել, այս էլ հաջորդ խնդիրն է, որովհետև մենք երբևէ այսքան ժամանակ, ու բացի են բանի կտորով, էլի 311-ի կտորով, մենք մեղադրանք չենք ունեցել, որովհետև ունեցել ենք մի փաստաթուղթ, որտեղ ինչ-որ բան է նկարագրված եւ որակում չկա։ Հղումը արված եղել գոյություն չունեցող հոդվածի։ Երբևէ գոյություն չունեցած հոդվածի տեքստին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում գոյություն չունեցող մի հատ հոդված են հնարել դատախազությունում, դրա վրա հղում են արել, գործ են բերել դատարան, քննարկել են 5 տարի հետո պարզել են, որ այո, մենք ճիշտ ենք ասում, տենց այդ հոդված չի եղել, ընդհանրապես գոյություն չի ունեցել։ Հիմա դրա համար եմ ասում, այս մեր միջնորդության հիմքը ոչ թե նրանում, ասա ուզում եմ ֆիքսեմ ու ես ավարտեմ, ես չեմ պնդել, որ հոդվածը փոխելը թույլատրելի է, ինչ է փոխել պիտի քննարկենք, ասում եմ տեքստ փոխելն է անթույլատրելի։ Սա իրարից տարբերող արգումենտներ են, եւ այդ հոդված փոխելը թույլատրելին է եղել է երկրորդ արգումենտի մակարդակ, որտեղ ասել եմ գործող օրենսդրությունը այս բնում իրավունք չի տալիս, բայց եթե մենք նույնիսկ լայն մեկնաբանենք, փորձենք ինչ-որ ձևով կիրարկել սահմանադրական դատարանի որոշումը, այս փոխելը կարա տեղ ունենա միայն այն դեպքում, երբ որ ինքը կհամապատասխանի փոփոխված փաստաթուղթը մեղադրանքի նախաձեռնող պահանջներին։ Եվ վերջին կետին անդրադառնամ ուղղակի դրանից քննարկվեց պատվազորում դատարան
Նայեք, անձնամխելիության հարցի ռեժիմի 311-ով քննարկվում է, երբ որ դատախազի վարույթում գտնվելու ժամանակ դատախազը խախտում անում։ Աշխատանքն այդ խախտումը կարգանագրի, երբ որ կհասնենք համապատասխան փուլին, ու երրորդ գործողությանը կարճելուն։ Խնդիրը հետևյալն է, այդ խախտումը տեղի ունեցել ձեր վարույթում, տեղի փորձարկում ունենալ, ասեմ ունեցել, ձեր վարույթում, որտեղ գործը հիմա ձեր վարույթում է, այլ դատախազի վարույթում չի։ Այսինքն, խնդիրը այդ անձնամխելիության հարցին անդրադառնալը կլիներ, եթե դատախազի վարույթում խախտում լիներ, դրա համապատասխան փուլը կա։ Հիմա փորձը արվում այդ խախտումը հիմա իրականացնել, այսինքն նոր մեղադրանք առաջադրվել, ոչ թե հոդված փոխել, այլ հենց նոր մեղադրանք առաջադրվել, որտեղ այս պահին մեղադրանք չկա, ձեր վարույթում գտնվելու ժամանակ, եւ սա նույնպես հիմքը պատվազգան դատարան, որ քանի որ դա հաղթահարված չի, իսկ վերվել է մեղադրանքի որոշում, դա նույնպես թույլ չտա։ Սա է մեր առարկությունների հիմքից, դեռ չի կտորը գրված չէ, որտեղ մեր վստահությունն չէր վերաբերվում պատգամավորական անձնամխելիության մասով, բայց մնացածը այն ինչ որ ներկայացվեց։ Շնորհակալություն։